Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին շարունակում է իր ծրագրերը եւ իհարկե մենք մեծ հաճույքով այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մի անձնավորության, ում դուք շատ լավ ճանաչում եք։ Ես պիտի ասեմ, որ ես էլ երկար տարիներ գիտեմ նրան, որպես պարկեշտ մի անձնավորության, ով միշտ պատրաստ է ճշմարտացի խոսք ասել ցանկացած եթերում։ Անկախ նրանից այդ հեռուստալից դիմություն է, թե ընդդիմություն, դա նրա համար նշանակություն չունի, որտեղ իրեությամբ նա այդպեսին է, ասել միայն ճշմարտությունը, որքան էլ դա կարող է ցավալի թվալ։ Եվ այսօր այդ անձնավորությունը մեր տաղավարում է Էդմոն Մարուկյանն է, պարոն Մարուկյան, ուրախ եմ, որ Փակ TV-ում եք։ Ես պիտի ասեմ, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որի նախագահ դուք եք, միշտ շարժվում է իր բռնած ուղով։ Ինչպես եք ձեզ զգում նախ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ կրկին ձեզ այցելել։ Չեմ հիշում արդեն քանի տարի առաջ եմ վերջին անգամ ձեզ մոտ եղել։ Շատ շնորհակալ եմ գնահատականի համար։ Լավ եմ։ Մերսի։ Դե ես էլ միշտ ուրախ եմ ձեզ հետ զրուցելու, որտեղ ասացի, որ դուք այն մեր եզակի անձնավորություններից եք, ով անկախ ամեն ինչից պատրաստ է ասել միայն ճշմարտությունը։ Մեզ համար դա գլխավոր, այսպես կարգախոսն է, ասել միայն ճշմարտությունը, որքան էլ դա կարող է ցավալի թվալ։ Դե հասկանում եք, որ միշտ ճշմարտության համար հաճախ նաև քեզ աշխատում են պատժել, հալածել եւ անգամ մեղադրանքներ առաջադրել, որի համար դու ամենևին էլ մեղավոր չեք։ Ես պիտի ասեմ, դրա փայլուն օրինակներից մեկն էլ դուք Վարդան Ղուկասյանի հասցեին մի քանի դրվարտանքի խոսք ասեցի, իշխանությունները եւ հատկապես իշխող ուժերի ներկայացուցիչները ձեզ մեղադրեցին այնպիսի արարքների մեջ, որ նույնիսկ ձեզ համար էլ նոր հայտնություն է, չեք ափսոսում, որ այդպիսի քայլ եք արել։ Բացարձակ չեմ ափսոսում, ես Վարդան Ղուկասյանի կալանավորման օրվանից բազմաթիվ նամակներ եմ ստացել, որ ինչ դուք իրավաբան եք, ինչ իրավաբանական գնահատական կտակ եւ միջազգային իրավունքի մասնագետ եք, սակայն գործը քաղաքական է, դուք քաղաքական գործիչ եք, լավ, ինչ է կատարվում, ինչ գնահատական կտակ եւ ես երկար ուսումնասիրեցի այն process-ները, որոնք որ տեղի են ունենում եւ իմ մոտեցումները ներկայացրեցի, որի շրջանակներում մի քանի կարեւոր կոմպոնենտներ կան։ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 23 թվականին փաստորեն դիմել է Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին, որպեսզի Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա այն դեպքում, երբ որ մեր պետությունների միջև արտահանձնման որևէ ստորագրված փաստաթուղթ չկա։ Կան որոշակի համագործակցություններ թրաֆիքինգի, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, բայց բնականաբար այս գործը կապ չունի։ Եվ 17 քրեական գործերով, ասում են, բնականաբար շինծու Հայաստանը ուղարկել է այդ պահանջագիրը, այդ խնդրանք նամակները եւ քրեական գործի վերաբերյալ որոշակի տեղեկություններ, որը հիմա ԱՄՆ դատարանի ձեռքում է եւ ԱՄՆ դատարանը տեսնելով, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ բարձրագույն դատական խորհրդի նախագահային պաշտոնից ազատում են զուտ WhatsApp-ի հաղորդագրությամբ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ բանտերում անդադ մարդիկ ինքնասպան են լինում, բանտերում հատուկ մարմինները հատուկ խումբ գոյություն ունի, մտնում են իբր խուսարկության եւ մարդկանց ծեծուն ջարդում անլվի կանում, այդ ամեն ինչը միայն բավարար է, որ Հայաստանի Հանրապետություն որևէ մեկը չարտահանձնվի, որտեղ մարդու իրավունքների ուժ խնդիր կա, եւ նաեւ այն, որ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կարող են որևէ անձի անվտանգությունն ապահովել Հայաստանի որևէ բանտում, քրեակատարողական հիմնարկում։ Եվ այս հանգամանքներից եմ ես խոսել, եւ նաեւ ասել եմ, որ Վարդան Ղուկասյանը ըստ էության հակակոռուպցիոն արշավ էր իրականացնում եւ ցույց էր տալիս, թե նախկին, թե գործող իշխանության սերտաճած կապերը, որ թե ինչ է տեղի ունենում։ Վերջին հաշվով տեսեք, հեղափոխությունը մենք ողջունել ենք։ Ինքն էլ է ողջունել։ Բազմաթիվ մարդիկ են ողջունել։ Բոլորը ուզեցել են, որ լավ լինի, երկրում փոփոխություններ սկսվեն, այն ռեֆորմները, որոնք երկար տարիներ սպասել ենք, տեղի ունենան, եւ 7 տարի բոլորս էլ սպասել ենք դրան, ինչով կարողացել աջակցել ենք, ինչ կարողացել արել ենք, որ երկիրը լավ լինի, երկիրը գնա ճիշտ ճանապարհով, լավ ճանապարհով։ Էս է եղել մեր մոտեցումները, բայց հիմա հակե հանգել ենք 7 տարի անց մի իրավիճակի,
որ Հայաստանը իր ձեռքբերում ուներ, կորցրել է, մի բան էլ գտնվում ենք նվաստացած, ջախջախված մի վիճակում եւ դրա վերջը չի երևում, այսինքն մենք չենք տեսնում, որ ասենք այս թունելի վերջում լույսը կծակի, հա, այսինքն անդադար մենք նվաստանում ենք ճշնամու առջև, անդադար մեր ձեռքի եղած Թրամփի աշխարհում խաղաքարտերով են բանակցում։ Որ Թրամփը Զելենսկուն ասում է դու քո ձեռքին քարտեր չունես։ Մեր ձեռքի եղած քարտերը բանակցային ֆոնդ եմ ես դա անվանում։ Անդադար մեր ձեռքից վերցնում են եւ մենք հանգել ենք մի իրավիճակի, որ բոլորս արձանագրում ենք, որ մենք խաբված ենք, մեզ նվաստացնում է թշնամին, մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մեզ տարատեսակ սուտով, կեղծիքով, իբր ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու բաներով, սոուսներով խաբում են եւ շարունակում են մեզ թալանել եւ մեր երկիրը կեղեքել, մեր երկիրը թուլացնել եւ թշնամու առաջ ծնկի բերած կանգնեցնել։ Էսա այն process-ները, որոնք տեղի ունեցել, հիմա Վարդան Ղուկասյանը դրանից է խոսել, ես դրանից եմ խոսել, մյուսը, ես կարծում եմ, որ էսա պատճառը, որ ամենամեծ մարդ մեդիային, բլոգերին, եւ քաղաքական արդեն, որովհետեւ քաղաքական կուսակցությունը հիմնել է բլոգեր լինելուց հետո, ինչ են ուզեցան լրացնեն։ Ես դրա մասին ուղղակի խոսեցի, դատանի վերաբերյալ գործի վերաբերյալ իմ իրավական գնահատականները նաեւ տվեցի, եւ մի այլանդակար շավ է սկսվել։ Այդ արշավը դեռ շարունակվում է, այսօր առավոտյան ձեր մոտ գալուց առաջ ինձ լինքեր էին ուղարկում, որ նայի քո մասին սա են տարածում, նա են ասում, էս են ուղարկում բան։ Ամենաճղճիմը նա է, որ օրինակ հիմա տեսեք, ես պետքա սա էլ պատմեմ, էլի ոնց ենք Վարդան Ղուկասյանի հետ ծանոթացել։ Եթե չեմ սխալվում 21 թվականներ եւ արդեն դե նախընտրական շրջան էլ չէր, բայց այդ բանակցությունները գնում են, որ խորհրդարանը ծրվի։ Եվ կամ 22-ի սկիզբը կամ 21, բայց էական չի, տարիներ անցել։ Եվ ինձ տեղեկացրեցին, որ Վարդան Ղուկասյանը եթերում ասում է, որ ես ինչ-որ հայտարարություններ եմ արել, որ այդ ինքը համաձայն չի, եւ բնականաբար այդ հայտարարությունների հետ կապված, հա, սկսում է որոշակի վիրավորանքներ տեղալ իմ հասցեին։ Այդ ժամանակ կար բանը, Վանոյի արտակը կար։ Ես Վանոյի արտակին կանչում եմ, ասում եմ, լսի, դու ես իր ներկայացուցիչը, դու պետք է պատասխան տաս այս խոսակցության համար։ Ինքը ասում է, որովհետև ես որևէ նման հայտարարություն չեմ արել։ Այսինքն կեղծիք կա, այսինքն ինչ որ ինֆորմացիա են հասցնում նրան եւ նա էլ փորձում է հասկանա եւ դրա մասին խոսում է հենց ուղիղ այդ եթերի մեջ։ Ասում է լավ, թող սպասի, կարտնանա հիմա այնտեղ գիշերը եւ այլն խոսենք։ Եվ Վարդան Ղուկասյանի հետ արդեն ես խոսում եմ, որտեվ նայեք հիմա ով ինձ հայհոյում է, ես եկարամ իրան հայհոյեմ, միշտ էլ այդպես եղել է, ինձ խփել եմ, հայհոյել եմ։ Ես ոչ մի խոսքի տակ չեմ մնացել երբեք։ Մարդիկ դա տեսել են ու եթերներում, պարլամենտում են տեսել։ Եվ վերջում պարզում է, որ Վարդան ինձ ասում է, որ չունե, ինձ բան են ասել, բայց պարզում է չկա նման բան, ասում է լավ, ես հաջորդ եթերում կհերքեմ եւ ներողություն կխնդրեմ իմ վիրավորանքների համար։ Ինչը տեղի է ունեցել։ Հիմա ինչ են անում այս նախկին իշխանությունների, գործող իշխանությունների տարատեսակ կեղծ մեդիա ցանցերում այն առաջի հատվածը, որ ինձ վիրավորել է ու ասում ասենց բան եմ ասել, դա տարածում են, ասում են, նայի, քեզ էլ է վիրավորել, քեզ էլ է հայհոյել, բան, իսկ դու բանը գնահատական ես տալի նրա քաղաքական հետապնդման գործով։ Ես էլ հիմա ինչ պետք է անեմ։ Այն մյուս հատվածը չկա, որտեղ Վարդան Ղուկասյանի Facebook, YouTube-ի էջը, որը որ միլիոնավոր դիտումներ ունեն արդեն, բողոքներով բանով փակել տվեցին, դուք լավ գիտեք։ Հիմա ես այն մյուս հատվածը չունեմ, չեմ էլ ուզում ընկնեմ մանգամ գտնեմ, ասեմ, բա հեսա, ինքը հետո էսա ասե, բան, նա բանտից կազատվի, իր գնահատականը կտա գասի դրա մասին։ Բայց այս ճղճին բանն է, էլի, արշավն է, որ վայ, նայի, քեզ հայհոյել են, անգամ, եթե պատկերացնենք ինչ որ մեկին ինձ հայհոյել է։ Եվ ինչ որ ժամանակ անցել, process-ներ են գնացել, բան, չէ։ Դրանից հետո ես այդ մարդու վերաբերյալ միշտ էլ կարող եմ իմ օբյեկտիվ գնահատականը տալ, բայց սա այդ դեպքը չի անգամ։ Սա այդ դեպքը չի անգամ։ Հիմա նայեք, ես ու Գագիկ Ծառուկյանը ունեցել ենք ծայրահեղ վատ հարաբերություններ, հայտարարակ վատ հարաբերություններ։ Բայց երբ որ Գագիկ Ծառուկյանին եկան կալանավորեցին պարլամենտում, ես դեմ եմ քվեարկել, ամբողջ մեր ֆրակցիայով ենք դեմ եղել, որովհետև քաղաքական հետապնդում ա եղել։ Ունենալով վատ հարաբերություններ, եւ ճշմարտությունը ասել եմ, որ սա քաղաքական հետապնդում է, մարդու բանը երեխու հարսանիքին գնում եք քեֆ անում, գալի հետո կալանքի բան ներկայացնում։ Եթե դուք իր մասին այդ կարծիք ունեիք, Բա իր արած հարսանիքին ուր եք գնում։ Իմ ելույթը կա, տեղադրված է կան մարդիկ։ Այսինքն ես միշտ կապ չունի քաղաքական օպոնենտն է, քաղաքականը մրցակիցն է, ով է, ինչ է։ Եթե արդարությունը, ճշմարտությունը
պահանջում է, որ պետք է ես իմ գնահատականը տամ, ես իմ գնահատականը տալու եմ։ Կապ չունի մինչև դրանից առաջ ինչ ա եղել, ոնց ա եղել եւ այլն եւ այլն։ Բայց այս պարագայում գոնե հիմա այնքան մարդ կա մեր փոքր երեխա ժամանակներից հայատներում իմ ամենամտերիմ ընկերները կռվով ենք ընկերացել։ Կռվել ենք իրար հետ, հետո ենք ընկերացել, կռվել ենք իրար հետ, հետո ենք ծանոթացել։ Հիմա այս պարագայում էլ մոտավորապես այդ մի բանն ա եղել, ուղղակի վիրտուալ է, կռիվել, ասեք ինքն ինձ ասե, ես իրանա, էսա, հիմա սա այս ճղճիմ էս բաներն ա, բայց ես ձեր հարցին հետ գալով էլի, այդպես երկար բան արեցի, չեմ փոշմանել, ոչ մի բանի Ճիշտ է Կարլ, գիտեք, ճշմարտությունը ամենակարևորն է, մեզ համար էլ, ձեզ համար էլ, ես որքան հասկացա։ Տեսեք, հալածանքները իսկապես հիմա էլ շարունակվում են։ Այո։ Ես ուրախ եմ, որ դուք չեք կոտրվում, դուք այդ տեսակը չեք երևի, որ նման ճղճին բաներից կոտրվեք կամ ասենք զենքերը վայր դնեք։ Այնպիսի բաներ են արել իմ նկատմամբ անցած տարիներին։ Էլ իմ ընտանիքի անդամներին հետապնդել, աշխատանքից հանել, չգիտեմ, ինչ ասես արել են։ Ես Էժանագին։ Էժանա, ասենք որ հասկանում եք, մարդը եթե քո այդ հարց ունի, քո այդ հարց ունի, էլի, բայց չի գնի աղբորդ հետևից աղբորդ գործից անեն, չգիտեմ, հարազատիդ նեղացնեն։ Այսինքն այս ամեն ինչը ես տեսել եմ, ես անցել եմ։ Թե նախկին իշխանության ժամանակ, թե հիմա գործող իշխանության ժամանակ։ Հետաբար այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ քաղաքականապես ժողովրդի ասած սաղ ենք մնացել։ Հետաբար շատ դժվար է էլի հետ մղել մեզ, չի լինում, չի ստացվում։ Ինչքան ուզում են փագեն, մի ձևի ծածկեն, բրթենեսկոն, վարկաբեկեն, չգիտեմ, չի աշխատում։ Չի աշխատում։ Վերջին հաշվով էլի ժողովուրդը նստած, այմա ով ինչ ասե, ոնց ասե։ Ես իմ անցած քաղաքական ճանապարհի ընթացքում ինչ քայլ արել եմ, պատասխանը տվել եմ։ Իսկ ասեմ, այս քայլը ես անում եմ, այս ինչ բանի համար։ Երբ որ ամբողջ ընդդիմադիր օպոզիցիոն դաշտը պայքար էր մղում, որ պետքա Ռոբերտ Քոչարյանի համար սահմանադրական դատարան դիմել, եւ ամեն ինչ կախված էր Լուսավոր Հայաստան խմբակցությունից, մենք այդ ստորագրությունը չտվեցինք, որտեղ գիտենք ինչ ա լինելու։ Մենք չտվեցինք, հետո ինչ տեղի ունեցավ, սահմանադրական դատարանը իբր թե ռեֆորմ արեցին եւ Նիկոլ Փաշինյանի սահմանադրական դատարանը արդեն իր կողմից նշանակված դատավորներով արդարացրեցին Ռոբերտ Քոչարյանին։ Ինչի եմ սա հիշում։ Ուզում ասեմ, ես հիշում եմ ինչ այլանդակ ճնշումների տակ էինք այդ օրերին։ Վայ ձեր ռեյտինգը ընկավ, դուք խայտարակվեցիք, ամբողջ մեդիան ինչքան աղբկար մեր վրա լցնում էին, տոյսին ինչ փողեր էին խոստանում, ինչ այլանդակություն ասես եղել է այդ ընթացքում։ Բայց կարողացել ենք կանգնել, մեր սկզբունք ասել, եղբայր, մենք էսպես ենք կարծում։ Հասնեն չի որ մենք չենք ասում թող այս մեկին հետապնդեն կամ այն մյուսին չհետապնդեն կամ այս մեկին քաղաքական եթե քաղաքական հետապնդում ուզում Ռոբերտ Քոչարյանն լի ուզում Սերժ Սարգսյանը ուզում Վարդան Ղուկասյանը ես դրան դեմ եմ ուզում Գագիկ Ծառուկյանը եթե արած բանի համար է հետապնդում ես դրան կողմ եմ թող հետապնդեն biz մենք տեսնում ենք երկրում օրենքները գործում են ընտրողաբար այսինքն դու մեր ախպերն ես դու խնդրեմ չունես դու մեր ախպերը չես դու ունես հազարատ խնդրեմ մենք ամեն օր դա տեսնում ենք հետեւաբար այս ամեն ինչ էս համակարգը պետքա մերժվի, այս ամեն համակարգը պետքա փոխվի։ Մենք իբր թե մտածել ենք, որ մերժվել է 18 թվին։ Հետո եկել ենք հանգել, այսինքն ի շրջանս յուր էլի։ Այն որ այդ շրջանն ինչ է եղել, ինչ ունեինք կորցել ենք, եկե հանգեն նույն տեղին։ Հայ եթե պետքա էլի գայինք մի տեղ, որտեղ էլի կոռուպցիան կա, էլի թալանը կա, էլի անօրինականությունը կա, անարդարությունը կա, անկախ դատական համակարգ չկա, անկախ իրավապահ համակարգ չկա։ Երկու օր առաջ Վանաձորում եմ խոսում ենք ասում 10 քանի հատ բարեկային մեքենա կա լրիվ նոր ընտիր բայց մարզում ռեանոմոբիլ չկա մեկն ասում ոնց որ նոր ստանում են ռեանոմոբիլ թե նոր ստացել են մանկական ռեանոմոբիլ են այսինքն մենք մեր պրիորիտետները մեր սկզբունքները եւ մարդիկ են մահանում մարդիկ են մի ժամուշ մի քանի ժամուշ հասնում հիվանդանոց Երևան Այսինքն ո՞րն է Հայաստանի պրիորիտետը։ Լավ ոստիկանություն ունենալը շատ լավ կողմ եմ։ Բայց եթե դու քո առողջապահական համակարգը չունի նման հնարավորություններ, ոստիկանությունը ինչի ունի։ Հաջորդ հարցը ո՞րն է մեր պրիորիտետը։ Մեր անվտանգությունն ապահովելն է։ Մեր անվտանգությունն ապահովել ենք, ամենալավ զենքերն առել ենք, բանակը բերել ենք այն մակարդակին, որ ոչ մի խնդիր չունենք, անցել ենք ոստիկանությանը։ Վերջին հաշվով անվտանգությունը երկու կոմպոնենտ ունի՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին անվտանգությունն է որ ճշնամին չգա քեզ մորթի ներքին անվտանգությունն է որ հանցագործները չգան քեզ թալանեն կեղեքեն եւ այլն գողավազակները հիմա արտաքին անվտանգությունը փլուզված խարխլված ամենօրյա ռեժիմով կրակում են մեզ վրա զինվորա զոհվում բանի ականի վրա չգիտեմ անդադար ինչ որ նման բաներ է տեղի ունենում հա
Ներքին անվտանգությունն էլ ապօրինության մեջ թաղված է երկիրը։ Հանցագործություններ, փողոցներում իրար սպանում են։ Այսինքն որ կոմպոնենտով է, որ մենք ունենք դրական արդյունք։ Մի հատ թող մի որ կոմպոնենտն է, որ ասենք լավ է գնում մեր գործերը։ Ես թողնեմ որ հարցակ, որտեղ ես արդեն միտեղից սկսեցի եկա, միտեղ բաբան արեցի։ Դե դուք հասկանում եք, որ նման ելույթից հետո ձեր դեմ քարոզարշավը հակա այսպես շարունակվելու է, եւ դուք ամենակարևորը ինչն է ինձ ուրախացնում, որ դուք նորից եմ ասում, չեք կոտրվում եւ շատ հանգիստ ընդունում եք, հասկանալով, որ այլ կերպ չի լինի, բայց դուք ասում եք ամենակարևորը ճշմարտությունը։ Տեսեք, երբ ես 21 տարի առաջ առիթ ունեցա նկարահանելու մեր օդաչուների մասին պատմող ֆիլմը, որոնք երևարվել էին հասարակական Գվինեայում, եւ Աբրահամյանի օգնությամբ կարողացանք մենք այնտեղ այնպիսի գործողություններ իրականացնել, այդ 6 օդաչուները վերադարձան հայրենիք, ես տեսա թե ինչ իրավիճակ էր այդ երկրի բանտերում, սարսափելի, այնտեղ մարդ սպանելը, մարդուն այսպես պղծելը, էժանացնելը, սովորական էր, բայց քիչ առաջ լսում էի ձեզ եւ ասեցիք, որ մեր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է, ու չի փոխվել ավելին։ Եվ սա, սիրելի բարեկամներ, հավատացիք, սա ամենասարսափելին է։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ անվտանգության հարցերը իսկապես չեն լուծվել, դու չես կարող հանգիստ ասել, թե բան քեզ հետ ինչ կարող է պատահել։ Որոնք այ մի օր էլ կարող է արտանակ տեսնել ձեր տան առաջ կանգնած են մարդիկ, որոնք պատրաստ են ձեզ շոշոտելու։ Ինչու՞։ Հարց տվել են իշխանությունները եւ արդյոք մտածում են դրա մասին։ Գիտեք, երկրում էս ատելության մթնոլորտը մեր ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ տրամադրելը, տեսեք, արցախցիների նկատմամբ որքան նեգատիվ տրամադրություններ են տարածվում։ Լավ, նախկին երկու ռեժիմները բան են արվում, տեղայնացվում են ամբողջ Արցախի ժողովրդի վրա։ Հիմա եթե մի հատ մեկ եղել է, որ կոռուպցիաներ ա եղել, արմատներով վանաձորցի, պետք է մենք վանաձորցիներին ատենք, թե մեկ եղել է կոռուպցիաներ ա եղել, արմատներով արցախցի, պետք է արցախցիներին ատենք։ Այսինքն մենք մի ազգ ենք։ Մենք այսինքն այս սաղ մեր այս բաժանումները, այս դուստեից, այս նանդեից, այս տեղայնացումները, այս բաները ընդհանրապես մեզ թուլացնող, մեր ներքին իմունիտետը ոչնչացնող մի բան է։ Հիմա դուք ասում եք, վաղը մյուս օրը կարող է ձեր թաղամաս գան, եղել է նման դեպքեր, եկել են։ Հիմա ինչ որ պահ կա, մենք ինքներս կարող ենք մեզ պաշտպանել, բայց մեր երկրում հիմա գիտեք ինչ է տեղի ունենում։ Ում վրա հարձակվում են, ինքը պաշտպանվում է, նրան են դատում, նրան են քրեական հետապնդման ենթարկում, ոչ թե նրանց ովքեր հարձակվել են։ Ինչու, որովհետև ես կրկնում եմ, օրենքը ընտրողաբար է կիրառվում, այսինքն ինչ է տեղի ունենում։ Դու մեր ընկերն ես, մենք քո նկատմամբ օրենքը բան կանենք, ընտրողաբար կկիրառենք։ Դու մեր ընկերը չես, դու կպատժվես։ Հիմա այդպես չի, այսինքն այն 5 բաներ կա, այն 5 բարքերը բանտային համակարգն եք ասում։ Ես 2002 թվականից մինչև 12 թվականը մոտավորապես 20 տարի եղել եմ քրեակատարողական համակարգի դիտորդական առաքելության անդամ։ Բոլոր Հայաստանի բանտերը ես անխոչնդոտ մուտք եմ ունեցել։ Այն ժամանակ, որ քաղբանտարկյալները կային, մարտի 1-ի դեպքերի ժամանակ բան, այդ բոլոր մարդկանց մենք այցելել ենք, այդ բոլոր մարդկանց ես բանտերում գնացել տեսել եմ, պայքարել եմ նրանց չխոշտանգվելու համար։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանի բազմիցս, որ Նիկոլ Փաշինյանի վրա այն հարձակվեց, ծեծում էին կոշտ քրեակատարական հիմնարկում, երբ որ նա արդիկ քրեակատարական հիմնարկում էր, այդ թվում Սասնա ծռերի ժամանակ, այդ թվում մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սասուն Միքայելյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ այն հարյուրավոր մարդկանց, ովքեր բանտերում եւ ԶՊՎ-ներում էին։ Գիշեր ցերեկ բոլոր մարդկանց համար պայքարել եմ։ Այդ ժամանակ, հասկանում եք, մարդիկ ասում էին, լավ, ինչ ենք մենք անում, մենք փորձում ենք ստանդարտը պահել մարդու իրավունքների համատեքստում, ասենք խուցը պետք է ունենա 4 յուրաքանչյուր անձի համար, հա, քառակուսի մետր կա, համապատասխան չափանիշներ կան, բավականին ռեֆորմներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ արդեն մենք հասանք 18 թվական, հեղափոխական այդ ժամանակներ, չէ՞, գրեթե խոշտանգումները վերացել էր երկրում։ Գրեթե, այսինքն շատ քիչ էին ոստիկանության ծեծը, բռնություններ ոստիկանության բաժիններում, քնչական մարմինը, բավականին նվազել էր։ Հիմա մենք հետ ենք գնում նույն վիճակին։
Նույնիսկ սկսել են մարդկանց ծեծել, մարդկանց խոշտանգել, Սպանել։ Եսիմ սպանել, ինչ ասես, այսինքն հիմա մարդը ինքնասպան լինում։ Բանտում ինքնասպան է եղել։ Այն ժամանակ բանտում մեկ ինքնասպան լիներ կամ կախվելու միջոցով կամ այլ որևէ միջոցներով կամ ծեծվեր կամ մի բան, ամբողջ երկրի իրավապաշտպան շարժումները ոտքի էին կանգնում, հայտարարություն էին անում։ Գոյություն չունի նման բան։ Երկրի իրավապաշտպան ամբողջ սեգմենտը, այդ հատվածը, ովքեր հայտնի են իրավապաշտպաններ, ամենօրյա ռեժիմով պրոիշխանական հայտարարություններ են անում։ Այն որը ձև չունեն, որ պետք է մի բան դատապարտեն, չէ՞։ Դատապարտում են, բայց ասում են բայց։ Ցանկացած բանի որ դու ասում ես, վերջում ասում ես բայց։ Այն սկզբի ասածը դու արդեն բան նսեմացնում ես, էլի։ Այսինքն ինչ են ասում։ Այո, բռնությունը դատապարտելի է, ասենք ինչ որ այս դեպքը որ տեղի ունեցավ, հա, այս վերջի դեպքը։ Բայց սակայն բանը, այդ մարդը գնացել էր Բուչա, մարդիկը չի, Բուչան ինչա, բան Ուկրաինայի մի հատ քաղաք, որտեղ պատերազմ է գնում, բան, հա գնացել է Բուչայա այցելել, դրա համար են եկել իր հետ վիճում, որ մանկապարտեզից գումարները թալանում են շինարարության մեջ։ Էս ինչ հեքիաթ է։ Կամ այդ մարդը երկրի անկախության համար է պայքարում։ Եղբայր լավ եկելի, աղբորպես, ով ինչ ստորություն ուզում է արդարացնի, դա արդարացնում է հայրենասիրությամբ, անկախության պայքարով, ինքնիշխանությունը պաշտպանելով։ Կլինի դուք մեր ինքնիշխանությունը չպաշտպանեք։ Ինքնիշխանել ենք, անկախել ենք, կլինի դուք, ասենք, չլափեք այս ժողովրդի եղածը, մնացածը նորմալ իր տեղում է, կամ կլինի իր տեղում։ Այսինքն ամեն եղկելի բան փորձ են անում տարատեսակ իբր պոպուլյար թեզերով պաշտպանել։ Հիմա նայեք, քաղաքական ակտիվիզմն էլ է երկրում դեգրադացվել, էլի։ Ես նաև այն ակտիվիզմը, որ իրականացում եմ, դա էլ չի ինձ դուր գալիս։ Այսինքն պարզ է, չէ՞ որ եթե նման ձևով, նման ոճով այդ ակտիվիզմը իրականացվում է, դա բերելու է բռնությունների, ատելության, ինչ որ մեկի ծնողի նկատմամբ ինչ որ բաներ, չի կարելի, չի կարելի։ Մենք պետք է երկիրը վերադարձնենք այն դաշտ, մի դաշտ, որտեղ ատելությունը պետք է մերժվի, իրար հետ 1000 հարցում կարող ենք չհամաձայնել, 1000 հարցում կարող ենք չհամաձայնել, բայց շատ կարևոր ֆունդամենտալ հարցերում համախմբված լինենք, մեր շահերը պաշտպանենք։ Հիմա օրինակ ընդդեմ թշնամու ինչ ունենք իրար հետ չհամաձայնվելու։ Պետք է իրար ձեր-ձեռի բռնենք, այս երկիրը պահենք։ Հիմա ինչ թշնամու հետ կապված է պետք է, հիմա ասենք հայոց ցեղասպանության հարցը լավ հիշեցի էլի։ Ասենք ցեղասպանության հարցը հիմա դրվում է քննարկման առարկա է դառնում։ Ոնց եղավ, ինչ եղավ, եղբայր 110 տարի անցել է, 1000 մի գիտնական է աշխատել, ապացուցված փաստերով, գիտական մակարդակում եւ քաղաքական մակարդակում այն հաստատված է։ Ինչն եք ուզում, այսինքն մտնում ես այդ քննարկման դաշտ, որ Թուրքիայի պահանջն է։ Թուրքիան է երկար տարիներ պահանջել, որ եկեք քննարկենք, եկեք բան անենք, մի հատ հանձնաժողով ստեղծենք, մի հատ լանայենք, մեր արխիվները եկեք ուսումնասիրեք, ո՞ւմ է կապուշի տեղ դնում։ Այսինքն հանցագործը իր արած հանցագործության վերաբերյալ բան է, պետք է թույլ տալ իր արխիվները նայես, այդ արխիվից ինչ ես դու գտնելու։ Կա արխիվում հայտնաբերես, որ դու ես իրանց կոտորել, հետո հաշվես նստելու այդ փաստի հետ։ Իր արխիվում կարող անես նյութեր ինքը պատրաստած լինի քո համար, որ դու ես ցեղասպանը։ Այդ եք ուզում գնաք նայեք։ Ես ուզում եմ ասեմ, մենք հանգել ենք մի իրավիճակի, սա ասում են հետ ճշմարտության ժամանակաշրջան, էլի։ Հետ ճշմարտության ժամանակաշրջանը, որ բանը ամեն ինչ դրվում է վիճակման, կասկածի, քննարկման տակ, բայց ես կարծում եմ, որ սրբություններ կան, որ պետք է անքննելի լինել։ Այսինքն ամեն բան չի կարելի, տաբու պետք է լինի, էլի։ Հիմա իմ համար, օրինակ, ով կարա հрьяաների հետ գնա քննարկի հոլոկոստը եղել է, թե չի եղել։ Ով կարա գնա, դա տաբու թեմա է, եղել է, ապացուցված է, 6 միլիոն զոհ ունեն, վերջ, լա մեկը փորձվի գնա հետները մտնի նման բանավեճի մեջ, գլուխը կուտ է 2 րոպեում, Հայաստանում մենք մեզանով դրեմ, մենք մեր սրբությունները քննարկման առարկա ենք դարձրել, կներեք ինձ երկար բան։ Եվ դա չէ, ամենևին էլ, եւ դա գիտեք որն է ցավալի, որ իշխանությունների կողմից է այդ ամենը բարձրացում, սա ուղղակի անհասկանալի է։ Նոնսենս է, այսպես ասած։ Շատ ճիշտ նկատեցիք, պարոն Ղուշյան, տեսեք, եթե գիտնական ինչ-որ ասեր, ես այդքան չէի նյարդայնանա քննադատի, գիտնական է կարող են չգա։ Որը մեկը չել հիշում, չել տեսնի այդ գիտնականի քննարկումը, որ ուզում է ուսումնասիրում է։ Բայց երբ որ դուք շատ ճիշտ եք նկատում, երբ որ իշխանությունն է դա անում, ու այն երկրի, որի տարբեր տարիների դիվանագետներ եւ ղեկավարներ, տարբեր երկրների կոնգրեսմենների, սենատորների, քաղաքական գործիչների հետ աշխատել են, օրինակ դատապարտող հայտարարություններ ընդունեն,
ռեզոլյուցիաներ ընդունեն Թուրքիայի նկատմամբ մեր այդ անվտանգային զգացողությունը բարձրացնել նաև Թուրքիային քննադատելով այս իմաստով։ Ինչա տեղի ունենում, ասեք դա եմ ասում են Ախպեջան։ Այս իրանք են դրել արդեն կասկածի տակ, մենք ինչ անենք։ Այսինքն մենք հիմար վիճակի մեջ ենք գնում այն բոլոր երկրների պարլամենտորներին, սենատորներին, երկրների ղեկավարներին, ովքեր դատապարտող հայտարարություններ են արել։ Մեծ մարդիկ դասեն լավ դուք ինքնասիրություն ունեք, թե չունեք, ես ովքեր եք դուք։ Սա շատ վատ process-ներ են տեղի ունենում։ Ցավալի, գիտեք, հիմա ներկա իրավիճակում տեղի ունեցող գործընթացներին անդրադառնանք։ Գիտեք, Ռուսաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, այս բանակցությունները իբր խաղաղություն հաստատելու գործում շատ կարևոր են, որտեղ մենք չենք էլ պատկերացնում, թե մեզ համար դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Վաղը այդ հարցի դրական կամ բացասական լուծումը կարող է նույն ձևի անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վրա։ Ինչ եք կարծում, այս ոլորտում տարածաշրջանային լուրջ փոփոխություններ նախատեսվում են, կլինեն, կկայանան։ Տեսեք, նախագահ Թրամփի վերընտրությունից հետո, նրա մեծ վերադարձից հետո մեծ հնարավորություն է բացվել, որ կողմերին պարտադրվի այդ խաղաղությունը եւ բանակցությունները ընթացքի մեջ են, շատ բարդ են դրանք ընթանում, ինչու որովհետեւ թե ուկրաինական կողմը, թե ռուսական կողմը ունեն չափազանց բարձր ակնկալիքներ այդ բանակցությունների արդյունքներից եւ դա խանգարում է որ նրանք հանգեն որևէ եզրահանգման, որևէ ինչ որ բանի։ Եվ այս իմաստով օրինակ ռուսական կողմի պայմաններն են շատ բարձր, ուկրաինական կողմի պայմաններն են շատ բարձր, շատ դժվար է նախագահ Թրամփի ադմինիստրացիային տրվում այն բանակցությունները, որոնք ընթացքի մեջ են։ Ես մեծ հույս ունեմ, որ նրանք հաջողվի հասնել որևէ հրադադարի, որը կարող է մի քիչ երկար գոնե պահպանվել քանի ինչ-որ օրերը, եւ հրադադարի արդյունքում Ուկրաինայում էլիտայի փոփոխություն կարող է լինել, որը ավելի կոնստրուկտիվ կարող է մտնել բանակցությունների մեջ։ Ինչու՞ չէ, նաեւ կարող Ռուսաստանում էլիտաների փոփոխություն լինեն նույն հետևանքներով։ Հետեւաբար կարծել, որ այսինքն այսօրվա էլիտաները թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի, նրանք ծայրահեղական մոտեցումներով են առաջնորդվում այս իմաստով, այսինքն իրենց պլան մաքսիմումը դրել են ու ասում են, չէ, մենք սենց պետք է լինի, շատ դժվար է հակառակը, օրինակ Ուկրաինան ոնց պետք է համաձայնվի ինքն իր տարածքներից իրավականորեն հրաժարվելու հարցը, շատ դժվար է։ Մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը ինչպես պետք է զիջի որևէ տարածք Ուկրաինային, որը արդեն իր սահմանադրությամբ համարել է իր տարածքը։ Եվ հողի վրա ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում, շաբաթը հազարներ են զոհվում, տվյալներ կան այդպիսի, եւ սա մեծագույն տրագեդիա է, երկու սլավոնական ազգերի, երկու եղբայրական ազգերի մեծագույն տրագեդիա է եւ ես ուզում եմ որ օր առաջ այդ պատերազմը կանգ առնի։ Հայաստանի Հանրապետության համատեքստում իմ մոտեցումը հետեւյալն է, որ որքան Ռուսաստանը մխրճվեց այս պատերազմի մեջ, որքան Ռուսաստանը թուլացավ պատերազմի բերումով, այնքան թուրք-ադրբեջանական գործոնը տարածաշրջանում ուժեղացավ։ Իսկ այդ գործոնը ուժեղացման արդյունքում ճնշում է հայկական գործոնը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Հայաստանում անդադար եթերներում քարոզվում է, որ իբր թե Ադրբեջանն ու Թուրքիան շատ են ուզում, որ Հայաստանը լավ լինի, անկախ լինի, նրանց ձեռնտու է անկախ Հայաստանը, բան չեն ասում այդ ինչ ձևի Հայաստանի մասին է խոսքը գնում։ Նրանց պատկերացրած Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը մեր պատկերացրած։ Հետեւաբար ռուսական գործոնի թուլացման արդյունքում է, այն ինչ որ մեզ հետ տեղի ունեցել, նաև մեր սխալները կան բնականաբար, եւ դրա համար ես չեմ ուզում, որ այդ գործոնը մեր տարածաշրջանում թուլանա, որտեղ ես չեմ ուզում թուրքական գործոնի հզորացումը տարածաշրջանում, որտեղ այն էգզիստենցիալ պրոբլեմ է մեզ համար եղել շուրջ 110 տարի առաջ, այսինքն մեր լինելիությունը վիճարկել են նրանք եւ շարունակում են վիճարկել։ Դուք իրենց քարտեզները, նայեք իրենց մոտեցումները, իրենց ռոպագանդան, իրենց պատմական ռևիզիան, ոնց են պատմությունը ռևիզիայի ենթարկում, ինչ են անում։ Իրենք ասում են, դուք եկվոր ազգ եք, դուք եկվոր ազգ եք, բերել են այստեղ, դուք ով եք ընդհանրապես, որևէ իրավունք դուք չպետք է ունենաք։ Այս սովետի ժամանակ, ասենք թե Սևանը տվել են ձեզ եւ հետո ինչ, բայց չէ որ դա տարածաշրջանի ամենամեծ ջրային ռեզերվուարն է, եւ մենք ջուր չունենք, մենք էլ ենք ուզում օգտվենք։ Լսեք Ալիևին ինչ ասում։ Այդ մարդը լուրջ մարդ է, ինչ ասել է մինչև այսօր,
հասել այդ ամեն ինչին։ Հավատում եք, որ այդ մարդու հետ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել եւ դա ամեն ինչ իր տեղը կդնի։ Տեսեք, ինչա տեղի ունեցել թուրք-ադրբեջանական ճնշման եւ պահանջի արդյունքում հայկական կողմը հրաժարվել է բոլոր միջնորդներից։ Առանց միջնորդի ստորագրել որևէ պայմանագիր Ալիևի հետ, դա բերելու է մեր ապագա ջախջախմանը։ Չի կարելի։ Եվ առանց միջնորդների ընդհանրապես բանակցելը չի կարելի։ Սա իմ մշտական մոտեցումն է եղել, ես անդադար այս իմաստով կռիվ եմ տվել թե ներսում, թե հետո հրաժարականից հետո դրսում, որ չի կարելի մնալ առանց միջնորդի։ Եվ մենք հիմա նաև այս վիճակին ենք, որովհետև մեր միջնորդը կամ չկա, կամ եթե կա այդ միջնորդը Թուրքիան է, որը ասում է, եղբայր, դուք պետք է անեք այն, ինչ որ ասում է Ալիևը։ Մեզ այդ ձևի միջնորդ պետք չի, մեզ միջնորդապետ, որը գոնե ասի լավ 5 բան Ալիևն ասում, 5 բան դուք եք ասում, եկեք նստենք, համադրենք, տեսնենք որն է հնարավոր անել եւ միջնորդը կարողանա ուժով երաշխավորել։ Մենք հիմա ով է այս այդ խաղաղությունը ով է երաշխավորելու։ Հիմա խաղաղության տեքստը ինչ համաձայնեցել են, ամեն գիշեր մեր սահմանամերձ համայնքների վրա կրակում է Ադրբեջանը։ Այդ ի՞նչն է, շնորհակալությունն է Հայաստանի կողմից վերջին երկու կետերը համաձայնվելու իմաստով։ Ինչ է ասում Ալիև, ասում է շնորհակալ եմ ու մենք կրակում ենք ձեր վրա։ Այդ երկու կետերը, որ Հայաստանը համաձայնվեց վերջի պահին, երկար ժամանակ չի համաձայնվել։ Վերջում համաձայնվեց։ Զիջեց Ադրբեջանին նաև երկու իր խաղակարտերը։ Մեկը երրորդ ուժերի տեղակայման բացառումն է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ սահմանամերձ շրջաններում են դա մեկնաբանում իրենք ոչ թե հենց սահմանի վրա, շատ կարեւոր է։ Եվ մյուսը բոլոր դատական գործերից հրաժարում, ինչը բերելիաներ են, որ մեզ հրճակել են օկուպանտ երկիր։ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն հիմա սեղանի վրա դրված է։ Հիմա այս իմաստով Հայաստանը գնացել է իր իրավունքների զիջման արդյունքում, որպեսզի ստանա անվտանգություն։ Ամերիկայի նախագահներից մեկն է ասել, եթե չեմ սխալվում, Բենջամին Ֆրանկլինն է ասել, կարող սխալվում, բայց նախագահներից մեկն է հաստատ ասել, ասում է, երբ որ դու զիջում ես քո իրավունքները, որ ստանաս անվտանգություն, դու ոչ անվտանգություն կունենաս, ոչ էլ իրավունքներ։ Հիմա ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք մեր իրավունքները զիջել ենք Ադրբեջանին։ Մենք իշխան մեր երկրի տարածքի ներսում իրողության վերաբերյալ իրավունք ենք զիջել։ Այդ օրվանից սկսած Ադրբեջանը կրակում է մեր վրա։ Այսինքն ի՞նչ է տեղի ունեցել։ Զիջել են որ անվտանգ ապրենք, իրանք կրակում են։ Լավ, Փաշինյանի տրամաբանությունն ի՞նչն է, էսկալացիայից խուսափել։ Այդ այնքան ամեն օր ասում։ Ինքը զիջմանա գնացել խուսափի էսկալացիայից եւ ստացել է անդադար մեր վրա կրակել։ Եվ չի ստացել այն ստորագրությունը, որ պետք է այդ տեքստի տակ ստանար։ Էսա հիմա դուք ասում եք կհաջողվի Ալիևի հետ ստորագրել պայմանագիր։ Մենք արդեն ունենք արձանագրում, որ չի հաջողվում ստորագրել եւ ամենավատը նա այս ուզում եմ ձեր եթերում ես բացեմ այս պահը։ Տեսեք ինչա տեղի ունեցել, պարոն Հուշյան։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ դա հիմնավորում է այնպես, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում, որը կոչվում է պրեամբուլա, հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին տեքստ։ Հիմա ասում է, քանի որ պրեամբուլան հղում է անում անկախության հռչակագրին, իսկ այնտեղ հղում չկա Ղարաբաղի վերաբերյալ որևէ բանի, անկախության հռչակագրին։ Ասում է, այ դրա համար այնտեղ պետք է այդ փոխեք ձեր սահմանությունը, այդ մասը հանեք։ Հայաստանի հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում այդ անկախության հռչակագիրը։ Եվ դրանից հետո էլ ընդունված ՀՀ սահմանադրությունը, որը երբեք նոր տեքստ չի ընդունվել, այն միշտ փոփոխման է ենթարկվել 2 անգամ։ Հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Ինչ ասում Ալիև, ասում է գնացեք նոր տեքստ գրեք սահմանադրության, որ Փաշինյանն ասում է, ես կարծում եմ պետք է մենք նոր տեքստ գրենք։ Ասում է այն ինչ որ ասում է Ալիևը։ Ես մտահոգություն ունեմ, որ եթե մենք մտնենք այդ process-ի մեջ եւ հանկարծ նոր սահմանադրություն ընդունելու process սկսվի երկրում, ոչ թե փոփոխությունների, որը խոսք է տրվել հեղափոխությունից հետո, այս խայտարակ է, խուժան համակարգով դրված է հիմա։ Այդ չէ, այլ Ալիևի ասածը փոխելու իմաստով մենք կարող է հանգենք մի այնպես իրավիճակի, որ եթե գնանք ոչ քվեարկենք, դա բերի պատերազմի, եթե գնանք այո քվեարկենք, Հայաստանի Հանրապետությունը այլևս չճանաչվի հարևանների կողմից այնպես ինչպես կա։ Բայց քանի որ այն մարդը, որ դա ասում է, ես պետք է անեմ, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ նա ուզում է անել 26 թվականին վերընտրվելուց հետո։ Միակ ճանապարհը խուսափել այդ երկու ծայրանի, սրից, որ ոնց էլ անես կործանվելու ես։
Էն էլ անես պրոբլեմ ունես, էն էլ անես պրոբլեմ ունես։ Դեռ ժողովուրդը չի համակերպվելու Ալիևի ասացի հետ, գնալու է դեմ քվեարկի, Ալիևն ասելու է փաստորեն դուք ընդունեցիք, որ դուք ունեք տարածքային պահանջ ձեր սահմանադրության մեջ, դրվեց հանրակրվե, ժողովուրդը ասավ դեմ ենք, հետո ժողովուրդը ունի տարածքային պահանջներ։ Ես ձեր հետ պատերազմելու եմ, լեգիտիմ արդեն հիմք կա։ Եթե գնում ասում այո, Ալիևն ասում է եղբայր, մենք ձեր հարևան երկրները եւ մենք ձեզ ճանաչում ենք կամ կճանաչենք այն նախկին հիմնադիր փաստաթղթերով։ Հիմա դուք ուրիշ երկիր եք։ Իսկ այս ուրիշ երկիրը մենք գտնում ենք, որ սունիկ հիմար չպետք է ունենա։ Ինչի մասին խոսում են։ Այս ուրիշ երկիրը պետք է դինի Արևմտյան Ադրբեջանի մասին ինչ-որ հատվածը։ Հասկանում եք, սրանք բաներ ա, որ ամեն մարդ չի հասկանում։ Եվ մի քանի մատների վրա հաշված մարդիկ կան, որ սա հասկանում են։ Մեկը ես եմ, եւ ես սրա մասին ուզում եմ բաց խոսեմ, մեր ժողովուրդը հասկանա, որ փրկություն է այս արհավիրքից դուրս գալու, Փաշինյանը չի կարող բերել։ Ինչու, որտեղ ինքն արդեն ընդունել է, որ պետքա տանի այս հանրակրվեին։ Պետքա չլինի մեր նոր վարչապետյանը Նիկոլ Փաշինյան, որպեսզի մենք կարողանանք այս process-ից դուրս գալ։ Եթե չէ, եթե ինքը վերընտրվում է, ինքը դնելու է այդ հանրակրվեն։ Ինքը դնելու է այդ հանրակրվեն եւ մենք գնալու ենք վստահաբար կործանման։ Որտեղ ասում եմ, այդտեղ գնաց ոչ քարոզես, պատերազմ կարող է բերել, այո քարոզես, Հայաստանը կարող է անդամահատվել։ Եվ մի վերջին բան ասեմ համարության հետ կապված, Հայաստանի ամենաճիշտ դիրքորոշումն այն էր, որ Փաշինյանը մի պահ ասեց դա, հիմա էլ ինչ որ կիսատ ասում է, որ մենք ունենք սահմանադրական դատարանի որոշում, որը պնդում է միակ մարմինը, որը կարող է մեկնաբանել մեր գործող սահմանադրության տեքստը բառ առ բառ, պնդում է, որ մենք որևէ տարածքային պահանջ այս սահմանադրության գործող տեքստով չունենք հարևան որևէ երկրի նկատմամբ, մինչդեռ Ադրբեջանի սահմանադրությամբ, սահմանադրական ակտով կա տարածքային պահանջ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև հարևան մյուս երկրների։ Էս է վիճակը։ Շնորհակալ եմ, պարոն Մարկյան, որ եկաք։ Ես շատ ուրախ եմ մեր ցանկացած հանդիպման համար։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Փակ TV տաղավարում ենք իսկապես հրաշալի հյուր ունենք, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարկյանն էր մեր հյուրը, հույսով եմ նրան առաջիկայում նույնպես կտեսնենք մեր տաղավարում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։